21 TV եթերում իր աշխատանքն է սկսում ապրենք առողջ է, բարև ձեզ, ես Տաթև Արաքելյանն եմ, այսօր տաղավարում հյուրընկալել եմ բժիշկ թերապևտ Ստելա Ամիրխանյանին, սակայն մինչև զրույցին անցնեմ ուզում ասել շնորհակալություն սպասարկման համար Արփինկա Բյութիին, տեղեկացնել, որ այն գտնվում է Իսակով 42 կոտորակ 3 հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38, բարի գալուս, շնորհակալություն, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մի թեմայից ենք խոսելու, որ գուցե օրվա մեջ գոնե 3 այսպիսի պացիենտ ունենում եք ձեր կաբինետում ու ամեն անգամ կարծես թե նույն հարցադրումները բարձրաձայնվում են։ Հիմա բոլոր նրանց համար, ովքեր ունենում են ճնշման բարձրացումներ, առաջարկում ենք հարմար տեղավորվել եւ լսել այսօրվա զրույցը։ Խոսելու ենք ճնշման բարձրացումներից եւ թերևս ամենաառաջին ուզում եմ հասկանալ, սա ինչ որ խնդրի կամ հիվանդության հետևանք է, թե հենց առաջնային մարդը պարզապես կարող է ունենալ ճնշման բարձրացումներ։ Շատ արդի հարց եք բարձրացնում, ժամանակակից կյանքում մենք շատ ենք առնչվում, ինչպես դուք նշեցիք, շատ հաճախ է հանդիպում, առավել ևս թերապևտի պրակտիկայում նման խնդիրը եւ տարածվածությունը ամբողջ աշխարհում բավականին մեծ է, սկսենք նրանից, որ մեծահասակ բնակչության մոտավորապես 50%-ը ախտորոշված է զարկերակային հիպերտենզիա, ունի զարկերակային հիպերտենզիա ախտորոշումը։ Չենք խոսում նրանք, ովքեր չեն գնացել բժշկի, հա։ Այդ դրա մասին արդեն երկրորդային դա մեծ խնդիր է, որտեղ որ մարդիկ ունենում են ճնշում, բայց բացարձակ չեն դիմում բժշկի եւ ինքնուրույն տանը կամ չեն իմանում, կամ չեն դիմում, նման խնդիրների պատճառով մենք ունենում ենք բավականին շատ ակտուալ մտահոգիչ թվեր։ Ինչ է նշանակում զարկերակային հիպերտենզիա։ Նույնիսկ առողջ մարդու մոտ մենք հաճախ հանդիպում ենք զարկերակային ճնշման բարձրացում։ Ինչից դա կարող է լինել, կենսակերպի որոշակի խախտումներից, նյարդային լարվածություններից, տագնապներից, բարձրացա բարձրացավ, չէ՞։ Այո, բավականին խնդիրները մեծ են, որպեսզի նման ճնշում զարկերակային հիպերտենզիա ունենանք, ճնշման բարձրացում ավելի ճիշտ եւ այս պարագայում մենք ախտորոշում չենք դնի որպես այդպիսին զարկերակային հիպերտենզիա։ Մենք պետք է հսկենք, նման դեպքերում մենք կատարում ենք ցուցում ենք հիվանդը ունենա զարկերակային ճնշման օրագիր եւ հսկի, հա, առավոտյան եւ երեկոյան կատարի ճնշաչափում, հա։ Իսկ անկախ նրանից ինքը վատ է զգում իրեն թե ոչ, պետք է անպայման չափում ունենալ։ Այո, մարդը ունի դրվագային ճնշման բարձրացում, այդ պարագայում մենք պետք է հսկենք, արդյոք դա դրվագային է, թե պարբերաբար կրկնվող ճնշում է, դա եւ բացի դրանից զարկերակային ճնշումը, դա գերճնշումը ավելի շատ ամենօրյա ճնշման բարձրացումն է 140-90 ցուցանիշից։ Իսկ դրանից ցածրը չի համարվում բարձր։ Ոչ, ուրեմն այժմ վերջին տվյալներով սրտաբանների եվրոպական ասոցիացիայի տվյալներով 24 թվի տվյալներ են դա ասվում, մենք ունենք թիրախային զարկերակային ճնշման թիվ, դա 120-80 եւ դրանից մի փոքր ցածր, դրանից հետո գալիս է միջև 139 եւ 89 դա բարձր նորմալ ճնշումն է, 140-ից 90-ը դա արդեն զարկերակային հիպերտենզիան է։ Իսկ եթե վատ է զգում, մարդը ներողություն, օրինակ 130 եւ 80-ի ժամանակ մարդ իրեն վատ է զգում, սա արդեն ցուցիչ է։ Ոչ, դա զարկերակային հիպերտենզիա ախտորոշում չենք դնի, դա արդեն կապված է, ինչպես նշեցի, մեր ունեցած, ասենք, նյարդային լարվածությունից, տագնապներից, կենսակերպի քնի խանգարումներից, կենսակերպի ծխելու, ալկոհոլի օգտագործման ժամանակ մենք ուղղությունը կգնանք դեպի այդ խնդիրների վրա, ուշադրություն կդարձնենք այդ խնդիրներին։ Եվ բացի դրանից մենք ունենք զարկերակային հիպերտենզիայի եւ առաջնային եւ երկրորդային։ Մոտավորապես ազգաբնակչության, այսինքն ախտորոշված զարկերակային հիպերտենզիան մենք 80% լինում է առաջնային եւ 20%-ը այլ հիվանդությունների, երկրորդային, հա։ Դրանք տարբեր հիվանդություններ են, սկսած էնդոկրին համակարգի, դրանք վահանաձև գեղձի, գերֆունկցիայի ժամանակ, ինչպես նաև մենք ունենում ենք շատ հաճախ
կոնի հիվանդության ժամանակ, իցենկոկուշինգի դրանք էնդոկրին հիվանդություններ են, որոնք ուղեկցվում են։ Մենք ունենում ենք նաև երկրորդային գերճնշում, երիկամների շատ ախտաբանական պրոցեսների ժամանակ, այո, լինում է բնածին երիկամը սնուցող զարկերակների բնածին արատները, ինչպես նաև տարիքի հետ աթերոսկլերոտիկ փոփոխություններին ենթարկվում այդ անոթները եւ մենք ունենում ենք արդեն երիկամից բխող զարկերակային հիպերտենզիա, բայց քանի որ թվային մեր ավելի շատ գերակշռում է առաջնայինը, բնականաբար մենք ուշադրությունը դարձնում ենք, բնականաբար ժխտելով երկրորդայինը մենք կենտրոնանում ենք արդեն առաջնայինի վրա։ Իսկ կա տարածված կարծիք, չգիտեմ սա միֆ է թե իրականություն, կխնդրեմ հերքեք կամ հաստատեք, որ գերճնշումը կամ ճնշման բարձրացումները հատուկ են բացառապես 50+ տարիքի մարդկանց, հատուկ են գերերին, ճարպակալում ունեցող մարդկանց։ Ինչպես հարցը տրվեց, խնդիրը երիտասարդացել է։ Մենք հաճախ ենք հանդիպում երիտասարդ մարդկանց մոտ ճնշման բարձրացում։ Իսկ երկրորդ ձեր նշումը, որ 50 տարեկանից բարձր, դա միֆ է եւ ճարպակալումը բնականաբար նպաստող հանգամանք է, քանի որ մենք երբեմն ունենում ենք որովայնային տիպի ճարպակալում, որը որ մեծ խնդիր է այդ իմաստով, ինքը հենց որովայնային տիպի ճարպակալման ժամանակ արտադրվում է հատուկ հորմոն, որը եւ սեղմում է անոթները, պերիֆերիկ անոթները եւ մենք ունենում ենք շատ հաճախ Այսինքն եթե բարեկազմ է պացիենտը, չունի ավելորդ կիլոգրամներ, օրինակ 30 տարեկան է, սա չի տալիս նրան իրավունք մտածելու, որ ճնշման բարձրացումը շրջանցելու է կամ իրեն չի սպառնում։ Ոչ, ճիշտ է, նկատառումը շատ ճիշտ է, որովհետև ոչ մեկ ապահովագրված չի նման խնդրից խուսափելու։ Շատ լավ, նաև ուզում եմ խոսենք այդ բացի թողի վիճակներից, հա, ինչպես նշեցիք, ընդամենը 50%-ն է ախտորոշվել, իսկ թե 50%-ի մոտ ինչ է կատարվում, դա էլ Աստված գիտի, եւ շատ հաճախ, մասնավորապես տղամարդիկ խուսափում են գնալ բժշկի, դե նորմալ է, մենք թույլ չենք, բժշկի գնում ենք, որի ինչ, մենք դեղ չենք խմում, չէ, ես դեղ չեմ խմում, ճնշումս բարձրանում, մի քիչ գլուխս ցավում է, ոչինչ կանցնի, թան են խմում, ջերմուկ են խմում, կիտրոն են խմում կամ ավելի վատ նաեւ դեղատնից վերցնում են դեղեր կամ հարևանն է հյուրասիրում իր դեղերից եւ մենք ունենում ենք երկարաժամկետ, սա 1-2 ամսվա մասին չէ խոսքը, տարիներով, հա, երևույթ, որը չի վերահսկվում բժշկի կողմից։ Հնարավոր վտանգները որոնք են։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, նույնիսկ ախտորոշված զարկերակային ճնշում ունեցող մարդկանց մոտ մոտավորապես 40% տղամարդիկ են, որ օգտագործում են կանոնավոր օգտագործում են նշանակված դեղորայքը եւ ի տարբերություն տղամարդկանց մեր կանայք ավելի պարտաճանաչ են եւ 60% կանանց դեպքում օգտագործում են դեղորայքը, բայց այո, կարծում եմ այո։ Եվ մենք թիրախային թվերը իհարկե մարդիկ օգտագործում են կանոնավոր, բայց շատ հաճախ մենք չենք հասնում թիրախ թվերին, իմ նշած, իմ կողմից նշված 120-80 թիվը, որը որ տարիքի հետ բնականաբար մենք կարող ենք ունենալ մի փոքր ավելի բարձր ճնշման թվեր, կապված տարիքի հետ աճող մեր անոթների կարծրացման, էլաստիկության պակասեցման հետ։ Նման դեպքերում մենք մի քիչ վերանայում ենք մեր նշած թվերը, մի քիչ դեպի բարձրի կողմը, եւ այդ իմաստով մենք բավականին բարձի թողի վիճակում է մեր ճնշման վերահսկումը։ Մի քանի պատճառներ կա, ձեր նշած պատճառներից ես կարող եմ շատ ավելի շատ նշել, երբեմն լսում է հարևանին, ես միայն ասում եմ, նման հարցադրում են անում, իսկ որ դեղն է լավը, մեծ մասամբ ես նշում եմ այն դեղը, որը որ նշանակվել է բժշկի կողմից եւ որը որ դուք եք լավ տանում, ոչ թե հարևանի խորհրդով, ընկերոջ խորհրդով նշանակված դեղորայք։ Այո, դեղորայքը այն բանն է, որ հյուրասիրել հարկավոր չի։
Հաջորդ խնդիրը, որ կարող ենք ունենալ ճնշման բարձրացում, դրանք ոչ կանոնավոր այդ նշված դեղորայքը օգտագործումն է։ Բացի դրանից, երբեմն ինքնուրույն դեղ փոխելը։ Երբեմն լինում է, որ օգտագործում Լավ են եմ էլ չեմ խմում։ Այո, երբեմն օգտագործում են մարդիկ հակաբորբոքիչներ եւ ստերոիդային եւ ոչ ստերոիդային հակաբորբոքիչներ, որոնք կարող են ճնշման բարձրացման նպաստել, որովհետև նման դեղորայքը բերում է նրան, որ հակահիպերտենզիվ դեղորայք մեր կողմից նշանակված նրանց ազդեցությունը թուլացնում է, հակաբորբոքիչները մեր ճնշման դեղերին ազդեցությունը թուլացնում է։ Եվ ես կարող եմ հստակ նշել մոտավորապես, այսինքն ոչ թե մոտավորապես, այլև հստակ դեղորայքը, որոնք որ կարող են, բայց մեծ հաշվով Իսկն այսպիսի դեպքում, եթե մենք ունենք քրոնիկ հիվանդություն, ստանում ենք համապատասխան, ես այսպես եմ հասկանում, բուժում, եւ սա 1 կամ 2 օրվա բուժման մասին չի խոսքը, հա, երկարատև բուժման մասին է խոսքը, ու հավելյալ այլ դեղամիջոցներ պիտի օգտագործենք, սա պիտի անպայման քննարկվի բուժող բժշկի հետ, որ գոնե դեղաչափերի փոփոխություն լինի։ Այո, նման խնդիր կա, ուրեմն երբ քանի որ հակագերճնշմային դեղորայքը ունեն կուտակային ազդեցություն, այնպես է ստացվում, որ մարդը գալիս է ասում է, այ բժիշկի ես 2 օր խմեցի դեղորայքը եւ չի օգնում։ Սովորաբար կամ էլ չեմ խմում, որովհետև լավ եմ։ Ապրեք։ Եվ այստեղ մեր կուտակային դեղորայքի ազդեցությունը հիմնականում դա լինում է 3-ից մինչև 3 շաբաթից մինչև 3 ամիս։ Բայց նման դեպքերում մոնիտորինգ ենք անում եւ սկզբից մի շաբաթ, 2 շաբաթ հետո հրավիրում ենք հիվանդին բուժ հիմնարկություն, ստուգում ենք եւ բնականաբար նրա կարծիքները, թյուր կարծիքը, որ թվերը բավականին արդյունավետ են լինում, որովհետեւ չի կարող 1-2 օրվա ընթացքում նշված դեղերի ազդեցության տակ մենք ունենանք թիրախային թվեր։ Բացի դրանից մեր նպատակը ոչ թե թիրախային թվերի հասնելն է, այլև մեր նպատակը մենք սիրտանոթային ռիսկերը պակասացնելն է։ Մեր գլխավոր նպատակը դա է։ Դա ինսուլտներն են, ինֆարկտներն են եւ այլ անոթային սուր պատահարներն են, որոնք որ շատ հաճախ մեր նշած ոչ կանոնավոր ստացած բուժման արդյունք են։ Այսինքն եթե մենք խոսենք բարդություններից, կարող ենք ասել, որ առաջնային տուժող, այսպես ասած, օրգան համակարգը սրտանոթային համակարգն է, եւ եթե չենք ուզում մի օր ասել, որ ամեն ինչ նորմալ էր, բայց չգիտեմ ինչու ինսուլտը հյուր եկավ կամ ինֆարկտը հյուր եկավ, պետք է երբ կա բարձր ճնշում, չմտածել դեղ խմելը թուլության նշան է, մենք դեղ չենք խմում, ստամոքսը կվնասենք եւ այլն, ու չօգտագործենք։ Այստեղ դուք ասացիք, ձեզ հաճախ հարցնում են, որ դեղն է լավը, երբ իմ մոտ էլ հանկարծ նման խոսակցություն է լինում, ես միշտ ասում եմ, որ դեղերը լավ ու վատ չեն լինում, դեղերը լինում են արդյունավետ եւ անարդյունավետ։ Եթե կա հիվանդություն, բժիշկը, շեշտում եմ սա, բժիշկը նշանակել է դեղ, Եվ սա օգնում է, ուրեմն լավ դեղ է, որովհետև այդ նույն դեղը կարող է մեկի համար լինել ճակատագրական, մյուսի համար լինել կյանք փրկող, բայց որ լավ ու վատ դեղեր չկան։ Ճիշտ է կարծում, եւ բացի դրանից մեր կողմից նշված դեղորայքը իրենք որպես կողմնակի ազդեցություն շատ քիչ է համեմատած մնացած դեղորայքի, որովհետև իրենց տված օգուտը շատ ավելի շատ է, քան թե նժարին եթե դնում ենք, պիտի հասկանանք, որ կողմն է ավելի լավ։ Իսկ եթե նայենք օրինակ սեռային առանձնահատկություն, արդյոք այս խնդիրը ունի, օրինակ եթե ձեր պրակտիկան հաշվի առնելով կամ գուցե եթե կան համաշխարհային ստատիստիկ թվեր, կուզեմ նաև սրանք նշեք, տղամարդկանց մոտ է շատ հանդիպում, թե կանանց։ Այս հարցը նույնպես ակտուալ է, ինչ իմաստով, որովհետև կանայք մի փոքր պաշտպանված են, այդ առումով էլ մենք մի քիչ շահեկան վիճակում ենք, որովհետև միջ կլիմաքսը մենք պաշտպանված ենք մեր կանացի հորմոններով, էստրոգեններով, հա։ Մի բանում էլ մենք շահենք։ Այո։ Եվ կլիմաքսից հետո մենք ստանում ենք այն, որ մեր նույն թիրախ անոթային պատը, հա, տուժում է։
այդ իմաստով եւ այդ առումով մենք ունենում ենք ճնշման բարձրացում, այդ իմաստով մենք ավելի ոնց որ թիրախի Այսինքն ըստ տարիքի, հա, փոխվում է, հա, չհաշված մնացած պատճառները կանանց մոտ, այդ իմաստով մենք այդ առումով տարիքից ելնելով դժում ենք։ Իսկ տղամարդկանց մոտ հիմնականում, քանի որ զարկերակային գերճնշումը միայնակ չի հյուր գալիս մեզ, ինքը բավականին ուղեկցող հիվանդություններ ունի, հիմնական դրանք շաքարային դիաբետն է, աթերոսկլերոզն է եւ բավականին վահանաձև գեղձի հիվանդությունները եւ այլն, վարիկոզ փնջով է գալիս, մենք ունենում ենք այն ինչ որ տղամարդկանց մոտ շատ ավելի ուղեկցող հիվանդություններով է մեզ ներկայանում զարկերակային գերճնշումը։ Եթե այսօրվա հաղորդումն ամփոփելու լինենք, ինչ կարող ենք ասել, որ զարկերակային գերճնշումը այսպես կոչված ապրելակերպ է, որովհետև մենք պիտի որոշակի չիկարելների եւ կարելների հետևենք, միայն հենց նա, որ մենք ժամով պետք է որոշակի պրեպարատներ օգտագործենք բժշկի նշանակմամբ, թե հիվանդություն է, որովհետև ես ինչպես հասկանում, սա մի ամբողջ ընթացք է, քրոնիկ խնդիր է եւ այնպես չի, որ մենք մեկ օր կամ մեկ ամիս ստացանք բուժումը եւ վերջ կարող ենք մոռանալ սրա մասին։ Ամփոփելով ես կարող եմ ասել, որ շատ հաճախ մեզ թվում է, թե այդ ձեր նշած դեղմելով մենք հարցը լուծում ենք, բայց իրականում մենք սկիզբը պետք է դնենք մեր կենսակերպի փոփոխությունից, սկսած վնասակար սովորույթներից, դա ծխելու, ալկոհոլի չարաշահումը, քնի խանգարումները կարգավորելն է, քրոնիկ ստրեսից թե ինչքանով դա կստացվի, խուսափելն է, բացի դրանից մեր սննդակարգի մեջ փոփոխություններն են, դրանք աղի սահմանափակումը մինչև 3-ից 5 գրամ։ Մենք էլ աղակեր ժողովուրդ ենք։ Այո, մենք սիրում ենք շատ աղի, կծու եւ նման սննդակարգ ունենք, այն նման ինչը որ կախված է տվյալ մարդուց, մենք դա չպետք է անենք, որովհետև դրանք բոլորը նպաստող հանգամանքներ են եւ կարեւոր հանգամանքներ են, գումարած դրան պարբերաբար բժշկի կողմից նշանակված դեղորայքի ընդունումը։ Եվ մենք ունենանք, եւ մենք կունենանք հրաշալի արդյունք, ինչին որ մենք ուզում ենք նպատակային մեր ճնշման իջեցումը եւ նշված ռիսկերի բացակայությունը եւ մահացության հաշմանդամության բացակայությունը ինչու՞ չէ, որը որ գերխնդիր է այժմ եւ կունենանք հրաշալի արդյունք։ Եվ վերջին մեկ հարց էլ, ու կարծում եմ աններելի կլիներ, եթե ձեզ այս հարցը առանց տալու թողնեի մեզնից հեռանաք, եթե այսպես դրվագային է ճնշման բարձրացումը, մենք էլ այնպիսի մի վայրում ենք, որտեղ բժշկի հասնելը կամ բժշկի հրավիրելը այդքան էլ հեշտ բան չէ, կամ գուցե ժամանակային առումով ավելի ուշ կլինի։ Առաջին օգնության ինչպիսի խորհուրդներ կտաք դեղորայքը բացառելով։ Հանրության մեջ տարածված է կիտրոնի օգտագործումը, կիտրոնաթթվի օգտագործումը եւ այլն։ Առաջին օգնություն ինչ անենք, ինչով օգնենք։ Ես մի քիչ հարցադրումը այնքան էլ կախված թվերից, հա, այնպես չի որ բարձր ճնշումներ մենք հաճախ ենք ունենում հիպերտոնիկ կրիզներ, հա, նման դեպքերում առանց դեղորայքի կարծում եմ Դե մինչև բժիշկը կհասնի։ Ահա, մենք ասած, եթե չունենք կողմնակի հիվանդություններ, ասենք թե վարիկոզ հիվանդություն, ոտքերը տաք ջուր կարող եք դնել, գլխին սառը դնել, ինչու՞ չէ հեղուկների սահմանափակումը, այս պարագայում աղի սահմանափակումը, Մինչև բժիշկը գահա։ Այո։ Եվ հրավիրել շտապօգնություն։ Տանը չեմ կարող ասել, բայց պրակտիկ կյանքում ըստ հիվանդների կարծում եմ օգնում է ըստ հիվանդների։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ, գնացեք բժշկի, հետևեք ձեր առողջությանը, մի խուսափեք ցանկացած պարագայում, երբ կա խնդիր, այսօր բժշկությունը միշտ եմ սա նշում, որ այնքան զարգացած է, որ գրեթե չկան խնդիրներ, որ չլինեն լուծումներ, մանավանդ եթե այդ խնդիրների մասին մենք խոսում ենք վաղ փուլում։
Այնպես որ մի խուսափեք բժիշկներից, իրենք միշտ պատրաստ են մեզ օգնել։ Շնորհակալություն։ Միանշանակ։ Ձեր հեռուստադիտողներ հիշեցնեմ, որ զրուցակիցս բժիշկ թերապևտ Ստելա Ամիրխանյանն էր։ Ուզում եմ եւս մեկ անգամ ասել շնորհակալություն սպասարկման համար Արփինկա Beauty-ին, տեղեկացնել, որ այն գտնվում է Իսակով 42 կոտորակ 3 հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Մենք շնորհակալ ենք, որ հետևում եք մեզ, կհանդիպենք նաեւ մյուս շաբաթ, ցտեսություն։